Ժողովուրդ ջան, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից 67 օր հետո Ադրբեջանը փակեց Հայաստան-Արցախ միակ կապող ճանապարհը։ Դիտեք։ «86,000 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։ Տարոն, ու այս ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ դուք հանձնեցիք Արցախը։ Դուք հանձնեցիք Արցախը։ Ձեր քաղաքական թիմի տարբեր անդամներ չէին, որ Արցախը ներկայացնում են հայրենիք, Ալեն Սիմոնյան, Արմեն Գրիգորյան, էլ չգիտեմ ով, Արցախից նկարներ էին հրապարակում, Շուշիից հարսանիքի կադրեր էին հրապարակում, որ սա մեր հայրենիքն է։ Այդ ո՞րն էր ձեր հայրենիքը։ Ո՞րն է ձեր իրական հայրենիքը։ 2021 թվականի ընտրություններից առաջ էլ ժողովրդի խաղաղություն էիք խոստանում։ 4-ը լարում բերեցիք մեր ժողովրդի գլխին, որից վերջինը Տավուշի մարզի տարածքներ հանձնեցիք Ադրբեջանին, ժողովրդին տերորի ենթարկելով, թե բա որ չտանք, պատերազմ կլինի։ Բայց ես ուզում եմ հակառակ սցենարը նկարագրեմ։ Մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք չէ, չկա էնել, չկա էնել, չկա էնել, չկա։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմն է սկսելու։ Լսի, Նարեկ Կարապետյանը լավ գիտի, որտեղ ինչ է խոսում։ Ձեր նմանները պարտությունը հաղթանակ են ներկայացնում։ Քո նման անմեղ սունակներ ֆեյքերի ֆաբրիկա է կուրացիա անում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։